Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ հետընթաց Մերկուրի մոլորակի մասին, որը կդառնա հետընթաց 2025 թվականի նոյեմբերի 9-ին և կգտնվի հետընթաց դիրքով մինչև 2025 թվականի նոյեմբերի 29-ը, 20 օր։ Սովորաբար Մերկուրի մոլորակը հետընթաց գտնվում է մոտ 3 շաբաթ ժամանակահատվածով։ Մերկուրի մոլորակը դա մեր միտքն է, այն ամենը, թե ինչպես ենք մենք մտածում, ինչ բանակցություններ ենք, ինչ տանում, ինչպես ենք խոսում, բնականաբար երբ հետընթաց է լինում, այդ ամենը ավելի դանդաղում է, ինչ որ հարցեր դանդաղում են։ Սկզբում հետընթաց Մերկուրին գտնվելու է աղեղնավոր նշանում, այնուհետև անցնելու է կարիճ նշան, այնպես որ երկու ոլորտներում էլ ձեզ համար փոփոխություններ լինելու են, այժմ դրանք հերթականությամբ կնշեմ։ Իսկ մինչ բացատրությունը տալը, հիշեցնեմ, որ պետք է հորոսկոպը նայել երկու նշանով, և արևի նշանով, և ասցենդենտի նշանով, իհարկե եթե լուսնի նշանը գիտեք, լավ կլինի նաև լուսնի նշանով նայեք։ Եթե մինչ այս չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը կամ լուսինը, կարող եք մեկնաբանություններում գրել նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը և անպայման նշեք ծննդյան ճշգրիտ ժամը։ Եվ ձեզ սիրով կպատասխանեմ։ Խնդրում եմ ինձ մի գրեք մեծ միջակայքեր, ասենք թե ժամը 3-ից մինչև 5-ն եմ ծնվել։ Այսպես չի լինում, քանի որ ամեն 3 րոպեն մեկ աստիճան փոխվում է եւ հնարավոր է նաեւ այդ 3 րոպեն դեր խաղա, որպեսզի ասցենդենտը իր նշանը փոխի, ոչ միայն աստիճանը։ Այնպես որ ինչքան ճշգրիտ կնշեք, այդքան էլ ճիշտ պատասխան կտաք։ Եթե ճշգրիտ դուք րոպեի ճշտությամբ գիտեք, ես կարող եմ նաև նշել ձեր ասցենդենտի ոչ միայն նշանը, այլ նաև աստիճանը, ինչը ձեզ հետագայում կօգնի շատ հարցերում, առհասարակ իմ հորոսկոպը նայելիս, քանի որ ես աստիճաններով եւս բացատրում եմ։ Այսպիսով, սիրելի ընկերներ, այժմ նշեմ, թե հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ինչ է կարելի եւ ինչ չի կարելի։ Մերկուրի մոլորակը իրենից ներկայացնում է մեր միտքը, խոսքը, շփումը, առևտուրը, կապերը, բանակցությունները, ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոցները, տեխնիկան, մեր հարևանները, բարեկամները, զարմիկները, քույր եղբայրները, գոլեգաները, այս բոլորը պատկանում են Մերկուրի մոլորակին։ Մերկուրին արագընթաց մոլորակ է եւ տարվա ընթացքում հասցնում է դառնալ հետընթաց 3-ից 4 անգամ, մոտ 3 շաբաթով։ Սակայն իր ազդեցությունը ունենում է այդ 3 շաբաթից մի քանի օր առաջ եւ մի քանի օր հետո եւս, անգամ մինչեւ 1 շաբաթ։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, բնականաբար ցանկալի չէ գնել ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց, այսինքն համակարգիչ, հեռախոս, մեքենա, ցանկացած տեխնիկա, թանկարժեք իրեր, քանի որ դրանք հետագայում կարող եք օրինակ հեռախոս օրինակ կորցնել կամ ինչ որ անսարքություններ կարող են առաջանալ տեխնիկայի հետ, գուցե հասկանաք, որ թանկ եք գնել, հետագայում փոշմանեք կամ ուղղակի ձեզ ֆունկցիոնալ առումով այնքան էլ դուր չգա կամ ուրիշ բան էին ձեզ խոստանում, ուրիշ բան լինի, Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ նաև պայմանագրեր կնքել, գործարքներ ստորագրել, փաստաթուղթ առհասարակ ցանկացած ստորագրել, քանի որ մեծ է հավանականությունը, որ ուշադիր չենք լինի եւ կարևոր գործոնների ուշադրություն չենք դասնի կամ ինչ-որ պայմանագրի կարևոր կետերի մակերեսորեն կնայենք եւ երբ արդեն Մերկուրին դառնա ուղընթաց, նոր գիտակցենք մեր սխալը, բայց բնականաբար արդեն դժվար լինի այն ուղղելը կամ ստիպված լինենք որոշ ժամանակահատված տանել այդ խնդիրները, որպեսզի կարողանանք դուրս գալ այդ ստեղծված իրավիճակից։ Եթե հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում գնաք նոր աշխատանքի, ապա ամենայն հավանականությամբ այդ աշխատանքին դուք երկար չեք մնա։ Գուցե պայմանները այնպես չլինի կամ ձեզ խոստացել էին ավելի ճոխ պայմաններ, այդ աշխատանք կամ աշխատավարձ, բայց իրականում այդպես չլինի։ Ուշադիր եղեք, որ այս ժամանակահատվածում լինեք շատ ուշադիր, քանի որ հնարավոր է լինեք ցրված, դժվարությամբ կարողանաք ձեր մտքերը ղեկավարել, ձեր խոսքը ղեկավարել, ինչպես նաև ուշադիր եղեք, որ չկորցնեք ձեր իրերը, փաստաթղթերը, բայց իհարկե այս ժամանակահատվածում հնարավոր է նաև գտնեք նախկինում կորցրած ինչ-որ իրեր։ Հնարավոր է հանդիպեք ձեր վաղեմի ծանոթին, բարեկամին, ընկերոջը, գործընկերոջը, ոչ միայն հանդիպեք, գուցե դուք նրան հիշեք, նա ձեզ հիշի, զանգահարեք, տեսնվեք,
Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ նաև գնալ դասընթացների, քանի որ միտքը այսպես մի փոքր խառն է լինելու, գուցե դժվար կենտրոնանաք, մատուցված նյութը դժվար յուրացնեք կամ շուտ մոռանաք։ Ցանկալի չէ որևէ բան պլանավորել, քանի որ այն կարող է փոփոխության ենթարկվել։ Օրինակ, ցանկալի չէ նաև հարսանիքը այդ ժամանակահատվածում անել, գոնե եթե անգամ կատարում եք հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում հարսանիք, միայն խնջույքը կազմակերպեք, սիրելի ընկերներ, զաքս գնացեք հետո, երբ արդեն Մերկուրին դառնա ուղընթաց։ Բայց եթե համենայն դեպս այս ժամանակահատվածում որոշեք հարսանիք անել, կարծում եմ, որ ինչ-որ դետալներ կփոխվեն հարսանիքի հետ կապված, գուցե օրինակ հարսանեկան զգեստը փոխեք, վարսահարդարին փոխեք կամ օրը փոխվի ընդհանրապես։ Մի խոսքով հարսանիքի հետ կապված դետալներ կարող են փոփոխության ենթարկվել։ Եթե պետք է այս ժամանակահատվածում գնաք օրինակ արտերկիր, ինքնաթիռով ինչ-որ տեղ գնաք, ապա հնարավոր է կորցնեք օրինակ ձեր ճամպրուկը կամ մոռանաք անձնագիրը տանը կամ տաքսու մեջ, հնարավոր է ինքնաթիռի ռեյսը չեղարկվի կամ փոփոխության ենթարկվի, գուցե սովորականից ավելի շատ սպասեք ինքնաթիռին։ Նախկին խնդիրները կարող են ի հայտ գալ նորից կամ նախկին գործերը եթե կատարել եք նախկինում, գուցե դրանք անհրաժեշտություն լինի վերանայելու։ Գուցե հասկանաք օրինակ, որ ձեր անձնագրի ժամկետն է ավարտվել, ինչ-ինչ պատճառներով չկարողանաք, ինչ-որ գործարքներ կատարել անձնագրի հետ կապված։ Եթե ինչ-որ բան պետք է պատվիրեք այս ժամանակահատվածում, ապա հնարավոր է, որ այդ ձեր պատվերները ուշանան, գուցե կորեն կամ ստանաք ձեր պատվերը, բայց հասկանաք, որ այն լավը չէր, պետք է հետ տաք կամ հետո հասկանաք, որ բավականին թանկ էիք գնել եւ այլն։ Եթե պետք է պլանային վիրահատություններ կատարել, էսթետիկ կլինի, թե բժշկական կլինի, պլաստիկ կլինի եւ այլն, եթե այն պլանային է, չի կարելի կատարել հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում, բայց եթե իհարկե առողջության հետ կապված է շտապ պետք է կատարել, բնականաբար ոչինչի պետք չէ նայել։ Եթե պետք է արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնել, օրինակ, արտաքնի ինչ-որ միջամտություններ կատարել կամ մազերի սանրվածքը փոխել, նոր ոճ, նոր գույն, եթե պետք է նոր ինչ-որ քայլ կատարեք, ցանկալի չէ, բայց հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում լավ է, որպեսզի օրինակ վերադառնաք ձեր նախկին մազերի գույնին, նախկին քաշին, լավ կլինի այս ժամանակահատվածում, լավ է նրանց համար, ովքեր ցանկանում են օրինակ վերադառնալ իրենց նախկին քաշին, նիհարել կամ ազատվել ինչ-որ ոչ թույլատրելի բաներից, օրինակ ծխախոտից ազատվել կամ եթե օրինակ ինչ-որ հանգամանքներ կան, որոնք ձեզ խանգարում են կյանքում առաջ գնալու, կարող եք թողնել այդ ամենը, գուցե խաղամոլություն լինի, հետընթաց Մերկուրին կօգնի, որպեսզի դուք դրանից հեշտությամբ ազատվեք։ Ինչպես նաև հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ վարկ վերցնել, քանի որ կրկին, քանի որ պետք է փաստաթուղթ ստորագրվի, գուցե ինչ-որ խնդիրներ առաջանա, կարևոր կետերի չկարողանաք նայել, ուշադրություն չդարձնեք եւ այլն։ Եթե պետք է օրինակ գնաք ատամնաբուժարան եւ կատարեք ինչ-որ գործարքներ, օրինակ իմպլանտ դնելու հետ կապված, իհարկե ցանկալի չէ, քանի որ իմ պրակտիկայում եւս եղել են դեպքեր, երբ մարդիկ հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում իմպլանտ են դրել, դրանք հետագայում ընկել են, լավ չեն աշխատել, իրենց գործառույթը չեն կատարել։ Այնպես որ եթե կարող եք ձգել ժամանակ, հետո գնալ ավելի լավ կլինի եւ ավելի ճիշտ կլինի։ Այժմ ցիրելի ընկերներ, ներկայացնեմ, թե ինչ է լավ, որպեսզի հետընթաց Մերկուրիի ժամանակ կատարել։ Սկսած գործերը ավարտին կարող եք հասցնել, նորը չի կարելի սկսել, բայց սկսած գործերը ավարտին հասցնել կարելի է։ Անցյալի սխալները ուղղելու համար եւս շատ լավ ժամանակահատված է, օրինակ հաշտվելու ինչ-որ մեկի հետ եւ այլն։ Լավ ժամանակահատված է, որպեսզի ազատվեք հին իրերից, այն ամենից, ինչը ձեզ խանգարում է, Ճիշտ բառեր օգտագործեք անպայման, քանի որ հնարավոր է ինչ-որ սխալ բառ արտահայտելու արդյունքում բանավեճ սկսվի, նեղանակ մեկը մյուսից։ Ցանկացած նյութ, ինֆորմացիա, փաստաթուղթ մանրամասն պետք է զննեք, քանի որ եւ պետք է ստուգեք, արդյոք ճիշտ է թե ոչ, քանի որ հնարավոր է օրինակ ինչ-որ նյութ ստանաք, ինֆորմացիա ստանաք, որոնք ոչ այնքան ճիշտ լինեն եւ ամբողջապես ճիշտ չլինեն եւ ինչ-որ փակ մասեր լինեն։ Հնարավոր է կորեն օրինակ հեռախոսից ֆայլեր, նկարներ, կարող է տեխնիկան վատ աշխատել այս ժամանակահատվածում, զգույշ եղեք, որ միամիտ ինչ-որ փաստաթղթեր, կարևոր նկարներ չջնջեք, չկորցնեք ձեր հեռախոսից կամ համակարգչից։
Եթե պայմանավորվածություն ունեք, ապա լավ կլինի, որ ժամանակից շուտ տանից դուրս գաք, քանի որ հնարավոր է ուշանաք, խցանման մեջ ընկնեք եւ այլն։ Եթե ամենայն դեպս որոշեք այս ժամանակահատվածում գնել տեխնիկա, իհարկե ցանկալի չէ, բայց ուշադիր եղեք, որպեսզի երաշխիքի կտրոնը տեղում լինի, որ հետագայում եթե խնդիրներ առաջանան, կարողանաք այդ հարցերը շտկել եւ անպայման ուշադիր եղեք, որ այդ երաշխիքի կտրոնը չկորցնեք։ Եվ լավ կլինի, որ այս ժամանակահատվածում զբաղվեք ինքնակրթմամբ, ինքնազարգացմամբ։ Առաջինը սկսեմ հենց աղեղնավոր նշանից, քանի որ հենց ձեր առաջին տանն է հետընթաց Մերկուրին շրջվելու, Մերկուրի մոլորակը դառնալու հետընթաց, այնուհետև կանցնի ձեր 12-րդ տուն։ Այսպիսով, սկսեցինք։ Աղեղնավորներ։ Հետընթաց Մերկուրին ձեր առաջին տանը կօգնի ձեզ վերադառնալու այն մարդկանց մոտ, ում հետ նախկինում բանակցություններ եք ունեցել կամ գժտվել եք։ Հնարավոր է հանդիպեք ձեր նախկին գոլեգային, ամուսնուն, կնոջը, գործարքները կամ հարսանիքը կարող է հետաձգվել կամ ինչ-որ դետալներ կապված գործարքների հարսանիքի հետ փոփոխության ենթարկվեն։ Լավ ժամանակահատված է, որպեսզի վերադառնաք ձեր նախկին ոճին, տեսքին, քաշին, արտաքնի հետ կապված փոփոխություններ անել իհարկե ցանկալի չէ, այսինքն ցանկացած տեսակի միջամտություններ, էսթետիկ կամ պլաստիկ, քանի որ դրանք ձեզ չեն գոհացնի եւ հետագայում իհարկե գուցե գոհացնեն, բայց հետագայում կարիք առաջանա եւս մեկ անգամ անելու։ Այնպես որ լավ կլինի այս ժամանակահատվածը սպասեք, այնուհետև նոր ձեր գործողությունները կատարեք։ Կդառնաք ավելի ցրված, ավելի մտածկոտ, այս ամենը հետընթաց Մերկուրիի ազդեցությունն է։ Երբ արդեն փոխի իր նշանը անցնելով ձեր 12-րդ տուն, այս ժամանակահատվածը հիանալի կլինի, որպեսզի դուք ազատվեք այն ամենից, ինչը որ ձեզ խանգարում է, գուցե տանը ինչ-որ հին իրեր կան, դրանցից կարող եք ազատվել, հնարավոր է այստեղ փնտրեք ինչ-որ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, լավ ժամանակահատված է վատ սովորություններից ազատվելու համար։ Այսպիսով, հաջորդ նշանը սիրելի ընկերներ, այծեղջյուրն է։ Սիրելի այծեղջյուրներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 12-րդ տանը, այնուհետև փոխի իր տունը անցնելով 11-րդ տուն։ Երբ 12-րդ տանը գտնվի, լավ ժամանակահատված կլինի ձեզ համար, որ ազատվեք ձեզ խանգարող հանգամանքներից, տանը մի լավ մաքրություն կատարեք, այսինքն այն իրերը, որոնք չեք հագնում, հին իրեր կլինի, հին կոշիկներ կլինի, հին սպասք կլինի, ինչ-որ անպետք իրեր, արկղներ գուցե, այդ ամենը եթե ձեզ պետք չեն, շպրտեք, քանի որ դրա համար շատ լավ է։ Եթե պետք է ինչ-որ վատ սովորություններից ձերբազատվեք, հետընթաց Մերկուրին անպայման ձեզ կօգնի այդ հարցում։ Երբ հետընթաց Մերկուրին անցնի 11-րդ տուն, հնարավոր է ինչ-որ խնդիրներ առաջանան կապի կամ ինտերնետի հետ, համակարգչի հետ, կապի տեխնիկայի հետ, ինչ-որ փաստաթղթեր, նկարներ գուցե միամիտ ջնջեք կամ անհետանան հեռախոսից, համակարգչից կամ ուղղակի տանը կենցաղային տեխնիկան կամ ձեր իրերը նկատի ունեմ տեխնիկան, հեռախոսը, համակարգիչը ավելի վատ աշխատեն, ինչ-որ թերացումներ լինեն իրենց աշխատանքի մեջ։ Հնարավոր է ձեր նախկին ընկերոջը, ընկերուհուն հանդիպեք այս ժամանակահատվածում, կամ նրանց մասին ինչ-որ նորություն ստանաք, զանգ, նամակ։ Հաջորդը, այստեղ նշեմ նաև, որ էլեկտրականության հետ եւս կարող են խնդիրներ առաջանալ, այնպես որ զգույշ եղեք։ Հաջորդ նշանը ջրհոսն է, սիրելի ջրհոսներ, հետընթաց Մերկուրին կգտնվի ձեր 11-րդ տանը, այնուհետև կանցնի 10-րդ տուն։ Երբ գտնվի 11-րդ տանը, կարող է առաջացնել խնդիրներ կապի հետ, էլեկտրականության հետ, համակարգչի, հեռախոսի հետ, ինչ-որ խնդիրներ կարող են լինել, գուցե ինչ-որ միամիտ փաստաթղթեր ջնջվեն հեռախոսից, կամ նկարներ ջնջվեն համակարգչից, կամ ուղղակի անհետանան, ինչ-որ կերպով, մի խոսքով շատ զգույշ եղեք։ Հնարավոր է այս ժամանակահատվածում հանդիպեք ձեր գոլեգային, ընկերոջը, նման ինչ-որ հարցեր, նրանց մասին գուցե զանգ ստանաք, նորություն եւ այլն։ Երբ արդեն անցնի 10-րդ տուն, լավ ժամանակահատված է վերադառնալու աշխատանքի համար, ոմանք գուցե մեկնել էին հանգստի, այս ժամանակահատվածում գնան աշխատանքի կամ դեկրետում էին, վերադառնան աշխատանքի, փոփոխություններ կարող են լինել ձեր աշխատանքի վայրում, ձեր ղեկավարը կարող է փոխվել, գուցե խոսակցություն պետք է ունենայի ղեկավարության հետ, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվի, ձգձգվի։ Եթե պետք է օրինակ գնաք ԶԱԳՍ, ապա այս ժամանակահատվածը բարենպաստ չի։ Եթե պետք է ուղղակի խնջույք կատարեք, իհարկե կարող եք կատարել, ինչ-որ դետալներ կարող է փոփոխվեն, անգամ մինչև օրը փոխվի, բայց փաստաթուղթ ստորագրելու համար ցանկալի չէ։ Եթե պետք է անցնեք նոր աշխատանքի,
ապա լավ կլինի, որ այս ժամանակահատված այսպես ձգեք, որ այդ փաստաթուղթը հետո ստորագրեք, քանի որ եթե այս ժամանակահատվածում ստորագրեք, գուցե ինչ-ինչ բաներ նկատի չունենա կամ ձեզ ավելի շատ բան խոստանան, բայց իրականում իրենց խոստացածը չլինի եւ հասկանաք, որ սխալվել եք։ Հաջորդ նշանը ձկներն են։ Սիրելի ձկներ, հետընթաց Մերկուրին կգտնվի ձեր 10-րդ տանը, այնուհետև կանցնի 9-րդ տուն։ Երբ 10-րդ տանը գտնվի, այս ժամանակահատվածում ինչ-որ փոփոխություններ կարող են լինել կապված ձեր կարիերայի, ձեր բիզնեսի հետ, խոսակցություն կարող է լինել ղեկավարության հետ, ձեր ղեկավարը կարող է փոխվել, եթե ինչ-որ ստատուսի փոփոխություն պետք է լինի, դա կարող է ձգձգվել, հատկապես օրինակ ովքեր պետք է թոշակի գնան, ինչ-որ սպասողական իրավիճակ կարող է լինել ձեր կյանքում, կամ ոչ միայն թոշակի, ուղղակի ստատուս փոփոխվելու մասին է խոսքը։ Եթե պետք է ԶԱԳՍ գնաք, այս ժամանակահատվածը բարենպաստ չի։ Այնուհետև, սիրելի ընկերներ, երբ արդեն անցնի ձեր 9-րդ տուն, հետընթաց Մերկուրին, լավ ժամանակահատված կլինի, որպեսզի վերականգնեք ուսումը, քննությունները վերահանձնեք, կամ կրկին գնաք ինչ-որ հարցազրույցի վիզա ստանալու հետ կապված, կամ նոր անձնագիր փոխեք։ Մի խոսքով, եթե ինչ-որ գործողություն պետք է վերա անեք, ապա կարելի է, երկրորդ անգամ անեք, երրորդ անգամ եւ այլն, առաջի անգամ անելու համար լավ չէ։ Գուցե պետք է մեկնեք արտերկիր, գնաք արտերկիր, բայց լավ կլինի այն վայրերը գնաք, որտեղ արդեն նախկինում եղել եք։ Եթե պետք է մեկնեք արտերկիր, ապա զգույշ եղեք ձեր իրերի նկատմամբ, ձեր փաստաթղթերի, ջամփրուկի նկատմամբ, քանի որ դրան գուցե մոռանաք, կորցնեն կամ ինչ-որ անսարքություններ, ինչ-որ խնդիրներ առաջանան։ Այնուհետև հաջորդ նշանին անցնենք, խոյն է, սիրելի խոյեր, հետընթաց Մերկուրին կգտնվի ձեր 9-րդ տանը, այնուհետև կանցնի 8-րդ տուն։ Երբ 9-րդ տանը լինի, այս ժամանակահատվածում շատերը զբաղված կլինեն իրենց անձնագրի փոփոխության հարցերով, վիզա սարքելու հետ կապված հարցերով եւ գուցե սպասողական իրավիճակ լինի այս ժամանակահատվածը։ Ոմանք կմեկնեն արտերկիր հանգստանալու, բայց կարող ինչ-ինչ պատճառներով չստացվի ձեր մեկնումը կամ օրինակ թռիչքը ուշանա, թռիչքից դուք ուշանաք, այնպես որ լավ է ժամանակից շուտանից դուրս գալ, կամ ուղղակի պետք է զգույշ լինել ձեր իրերի նկատմամբ, հնարավոր է ջամփրուկը կորի, կամ փաստաթղթերը հասկանաք, որ մոռացել եք, տաքսում եք մոռացել, մի խոսքով նման ինչ-որ հարցեր կլինեն, այնպես որ սա նկատի ունեցեք եւ ավելի զգույշ եղեք։ Երբ անցնի հետընթաց Մերկուրին ձեր 8-րդ տուն, հնարավոր է ուշանա կամ հետաձգվի կամ չեղարկվի վարկի ստացումը, ինչ-որ վճարների ստացումը, գուցե թվա թե ամեն ինչ ստացվել է, բայց վերջին վայրկյանին ինչ-որ փաստաթուղթ չհերիքի կամ ինչ-որ անճշտություններ լինեն փաստաթղթի հետ կապված։ Իհարկե այս ժամանակահատվածում ցանկալի չէ վարկի հետ կապված ինչ-որ գործեր կատարել, նոր վարկ վերցնել կամ առհասարակ բանկային համակարգի հետ գործ ունենալ, քանի որ հնարավոր է հետագայում խնդիրներ առաջանան, ինչ-որ բան հաշվի չառնեք եւ այլն։ Եթե պետք է ժառանգություն լինի, ապա այն կարող է հետաձգվել, ձգձգվել, հարկային ստուգում կարող է լինել, այնպես որ զգույշ եղեք։ Հաջորդ նշանը, սիրելի ընկերներ, դա ցուլն է։ Սիրելի ցուլեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 8-րդ տանը, այնուհետև անցնի ձեր 7-րդ տուն։ Երբ 8-րդ տանը գտնվի, զգույշ եղեք, հնարավոր է հարկային ստուգում լինի։ Ինչ-որ վճարների հետ կապված հարցեր կարող են լինել, ձգձգվի, բանկային համակարգի հետ առհասարակ այս ժամանակահատվածում ցանկալի չէ ինչ-որ գործողություններ կատարել։ Լավ ժամանակահատված է, եթե դուք արդեն վարկ ունեիք, այն վերաֆինանսավորելու համար։ Եվ կանցնելով 7-րդ տուն, ձեր նախկին հաճախորդները կվերադառնան ձեզ մոտ։ Ինչ-որ գործարքներ գուցե լինեն, պետք է վերանայեք, կամ ինչ-որ բան նորից եւս մեկ անգամ կատարեք։ Եթե պետք է նոր գործարքներ կնքեք, ապա այս ժամանակահատվածը դրա համար բարենպաստ չէ։ Հարցեր կարող են առաջանալ նաև նախկին գործընկերոջ հետ։ Գուցե ձեր նախկին գործընկերը ձեզ զանգահարի, ցանկանա կրկին միանա, նոր գործեր սկսի, դրա համար իհարկե բարենպաստ է, կամ ինքներդ գուցե զանգեք ձեր նախկին գործընկերոջը, դրա համար եւս բարենպաստ է։ Հաջորդ նշանը երկվորյակն է։ Սիրելի երկվորյակներ, հետընթաց Մերկուրին սկզբում կգտնվի ձեր 7-րդ տանը, այնուհետև կանցնի ձեր 6-րդ տուն։ Երբ 7-րդ տանը գտնվի, շատերը կզգան, որ ինչ-որ խոսակցություններ գուցե լինեն ձեր ամուսնու կնոջ հետ, ինչ-որ անցյալի մասին ձեր, կարծես այդ նման թեմաները շատ կլինի։ Եթե ինչ-որ խնդիրներ եղել են ձեր մեջ, հնարավոր է դրանք վերադառնան ձեր կյանք, այնպես որ զգույշ եղեք, ձեր նախկին հաճախորդները կվերադառնան ձեր կյանք։ Երբ արդեն Մերկուրին հետ գա ձեր 6-րդ տուն, այստեղ շատերը գուցե վերադառնան իրենց նախկին աշխատանքին,
նախկին գոլեգային գուցե հանդիպեն, նախկին աշխատավայրից ձեզ հետ կանչեն աշխատանքի, նախկին սննդակարգի կարող եք վերադառնալ, շատ լավ ժամանակահատված է, որպեսզի անցնեք նոր սննդակարգի, ինչպես նաև գուցե մտքեր ունենաք ընտանիք կենդանի ունենալու մասին, բայց որոշում մի կայացրեք, քանի որ գուցե որոշում կայացնեք, հետո փոշմանեք, այնպես որ ուղղակի մտածեք, հետո արդեն երբ ուղընթաց դառնա, այն ժամանակ ձեր որոշումը կկատարեք։ Լավ ժամանակահատված է բժշկական զննման գնալու համար, վերահանձնելու անալիզները, նախկին առողջական խնդիրները կարող են նաև գլուխ բարձրացնել։ Հաջորդ նշանը խեցգետինն է։ Սիրելի խեցգետիններ, հետընթաց Մերկուրին սկզբում կգտնվի ձեր 6-րդ տանը, այնուհետև կանցնի ձեր 5-րդ տուն։ Երբ ձեր 6-րդ տանը գտնվի, այս ժամանակահատվածում շատերը կվերադառնան իրենց նախկին աշխատանքի, նախկին գոլեգային կամ նախկին ինչ-որ խնդիրները, կենցաղային ինչ-որ հարցեր կարող են ի հայտ գալ, տան կենցաղային տեխնիկան հնարավոր է վատ աշխատի այս ժամանակահատվածում, առողջական խնդիրները նախկին կարող են վերադառնալ, այնպես որ զգույշ եղեք, լավ ժամանակահատված է բժշկական զննման գնալու, անալիզները հանձնելու համար։ Այնուհետև կանցնի ձեր 5-րդ տուն, և ինչ-որ գործեր կվերանայեք կապված ձեր երեխաների հետ, նախկին սիրելի հետ հարաբերությունները կարող է վերականգնվեն, եթե ցանկություն ունեք վերականգնելու, ապա հիանալի ժամանակահատված է ձեզ համար։ Եթե պետք է օրինակ ինչ-որ ցուցահանդեսի գնաք, գուցե հրավիրեն ձեզ ռեստորան, բայց ժամանակից շուտ տանից դուրս եկեք, քանի որ հավանականություն կա, որ կուշանաք, կսխալվեք, ինչ-որ բան այնպես չեք հասկանա։ Հաջորդ նշանը առյուծն է, սիրելի առյուծներ, հետընթաց Մերկուրին կգտնվի ձեր 5-րդ տանը, այնուհետև կանցնի ձեր 4-րդ տուն։ Երբ գտնվի ձեր 5-րդ տանը, ինչ-որ հարցեր կլինեն լուծելու կապված ձեր երեխաների հետ, կարծես ինչ-որ բան նրանց հետ կապված արդեն մի անգամ արել եք և անհրաժեշտություն կլինի ևս մեկ անգամ կատարելու։ Թե ինչ կլինի, ամեն մեկը մի ձևով դա կզգա։ Եթե ունեիք հարաբերություններ, որոնք արդեն փակ էին, այդ հարաբերությունները կարող եք վերսկսել, ինչպես նաև ինչ-ինչ պատճառներով գուցե այս ժամանակահատվածում չկարողանաք հանդիպել ձեր սիրելիին։ Երբ անցնի ձեր 4-րդ տուն, շատերը կորոշեն տանը ինչ-որ փոփոխություններ մտցնել, գուցե փոքրիկ ինչ-որ կոսմետիկ վերանորոգում, գուցե որոշեք իհարկե տան կենցաղային տեխնիկան փոխել, բայց այս ժամանակահատվածում ցանկալի չէ առհասարակ հետընթաց Մերկուրի ժամանակահատվածում ցանկացած կապի տրանսպորտի միջոց գնել կամ ընդհանրապես թանկարժեք իրեր գնել ցանկալի չէ։ Այս ժամանակահատվածում գուցե ձեր մտքերը անընդհատ զբաղված լինեն, փոփոխական գուցե լինեք անշարժ գույքի թեմաներով, ինչ պետք է անեք, ոնց պետք է անեք, ինչ-որ նոր մտքեր կարող են ի հայտ գալ։ Հաջորդ նշանը կույսն է, սիրելի կույսեր, սկզբում հետընթաց Մերկուրին կգտնվի ձեր 4-րդ տանը, այնուհետև կանցնի ձեր 3-րդ տուն։ Երբ 4-րդ տանը գտնվի, ինչ-որ փոփոխություններ կմտնեն ձեր կյանք, կապված ձեր ընտանիքի անդամների հետ, անշարժ գույքի թեմաներով, գուցե ինչ-որ սպասողական իրավիճակ լինի ձեզ համար, գուցե ինչ-որ անշարժ գնելու կամ վաճառելու հետ կապված, կամ տանը ինչ-որ փոփոխություններ մտցնելու հետ կապված։ Երբ անցնի ձեր 3-րդ տուն, հնարավոր է ուշանան ինչ-որ փաստաթղթեր, քննություններ վերահանձնելու համար շատ լավ ժամանակահատված է։ Զգույշ եղեք, որ չկորցնեք ձեր փաստաթղթերը, իրերը, հեռախոսը, մեքենայի հետ կապված ինչ-որ անսարքություններ կարող են առաջանալ։ Եթե մինչ այս ինչ-որ ոչ դրական հարաբերություններ ունեիք ձեր բարեկամների, քույր եղբայրների, հարևանների հետ, ապա դրանք վերականգնելու համար բարենպաստ ժամանակահատված է։ Հաջորդ նշանը կշեռքն է, սիրելի կշեռքներ, հետընթաց Մերկուրին սկզբում կգտնվի ձեր 3-րդ տանը, այնուհետև կանցնի 2-րդ տուն։ Երբ 3-րդ տանը գտնվի, զգույշ եղեք ձեր հեռախոսների, համակարգիչների նկատմամբ, առհասարակ տեխնիկայի նկատմամբ, դրանք գուցե կոտրվեն, գուցե հեռախոսը կորցնեք, այնպես որ շատ զգույշ եղեք։ Հեռախոսից նկարները, մինչ այս հետընթաց դառնալը լավ կլինի պահեք եւ այլ վայրում եւս, քանի որ հնարավոր է միամիտ դրանք ջնջվեն կամ հեռախոսը կոտրվի, այսպիսով կորցնեք այդ նկարները, մի խոսքով նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Եթե պետք է փաստաթուղթ ստորագրեք, շատ զգույշ եղեք։ Եթե կարող եք այդ ստորագրումը հետաձգել, ապա հիանալի կլինի։ Երբ անցնի ձեր 2-րդ տուն, հետընթաց Մերկուրին, այստեղ գուցե ֆինանսները ձեր ուշանան, գուցե աշխատավարձը ձեր ուշացնեն, ձեր նախկին աշխատավայրից գուցե ձեզ կանչեն, թանկարժեք իրեր գնել ցանկալի չէ, քանի որ հետագայում գուցե դրանք կորցնեք, կոտրվեն կամ հասկանաք, որ ավելի թանկ եք գնել, հետո ավելի մաչելի ձևով գտնեք եւ այլն։ Այսքանը։ Հաջորդ նշանը կարիճն է, սիրելի կարիճներ, հետընթաց Մերկուրին սկզբում կգտնվի ձեր 2-րդ տանը, այնուհետև կանցնի ձեր առաջին տուն։ Երբ գտնվի ձեր 2-րդ տանը, հնարավոր է ուշանա ձեր աշխատավարձը։
հնարավոր է ինչ-ինչ պատճառներով գումարի ստացումը ուշացնեն, թե ինչ գումար եք ստանում, ամեն մեկը մի ձև կարող է այն զգալ։ Թանկարժեք իրեր գնել ցանկալի չէ, քանի որ դրանք հետագայում գուցե կորցնեք, կոտրվեն կամ հասկանաք, որ բավականին թանկ եք գնել։ Այնպես որ խոշոր գնումներ պետք է հետաձգել այս ժամանակահատվածի հետ կապված։ Երբ վերադառնա ձեր առաջին տուն, այստեղ չի կարելի կոսմետիկ, էսթետիկ, պլաստիկ միջամտություններ կատարել, քանի որ արդյունքը ձեզ չի գոհացնի։ Լավ ժամանակահատված է վերադառնալու հին քաշրին, հին արտաքին տեսքին, հին սանրվածքին, հին մազերի գույնին, հին ոճին եւ այլն։ Ինչը որ վերադարձ է նախկինին, դրա համար բարենպաստ է։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված հետընթաց Մերկուրիի հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվեք, սեղմեք զանգակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ անհատական խորհրդատվության համար կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։